Մարտի 1-ի մասով բոլորիս համար է դա մարտի 1-ը ընդհանրապես գաղտնիք, թե ինչ է։ Հետաքրքրել է, որպես իրավաբան փորձում եմ լսումներին մասնակցել։ Իսկ Ռաֆայել ներողություն հարցից համար կարգալից եղած քահանայի կեղծ պատարագին որպես դեպի Խորան բարձրանալը ինչ է նշանակում ձեզ համար։ Արդյոք եկեղեցական կանոնադրությամբ ճիշտ է, որ կարգալից քահանան նախ պատարագ մատուցի, հետո դուք որպես դեպիր մասնակցեք նրա պատարագին։ Բազմիցս ասել եմ, որ մայրաթորում, որ կարգալույց է արել Տեր Արամին և այդ նվիրյալ հոգևորականներին, ինքը ուխտազանց է, իսկ ուխտազանց հոգևորականը չի կարող ինչ-որ հոգևորականների կարգալույց անել։ Եվ այդ մասով խնդրում եմ հերթով հարցերը տանք, և այս մասով կասեմ, որ կոնկրետ ուխտազանց հոգևորականը, որը որ չպետք է մայրաթորում լինի և րոպե առաջ պետք է հեռանա մայրաթորից, նման որոշումներ չի կարող կայացնել։ Դա ով է, երբ հասկացաք, որ ուխտադրություն է։ Նայեք, ի սկզբանե, նայեք, կոնկրետ նայեք, Կտրիչ Ներսիսյանի մասով, ասենց ասեմ, եկեղեցու ներքին, այսպես ասած, խոհանոցը վախի մթնոլորտի հիման վրա է ձևավորված։ Այսինքն Կտրիչ Ներսիսյանը իր հրամաններով կառավարում է այդ ամենը։ Դուք ինքներդ եք ձեզ համար որոշել, թե դուք ինչ-որ տեղից տեսել եք, որ վախի մթնոլորտում է, դուք տեսել եք ինչ-որ ձեզ երբևէ վախեցրել է, ահաբեկել են, ինչ։ Լավ, սենց հարց տամ ձեզ, դուք այսքան տարի տեսել եք հոգևորականներին, հոգևորականները ինչքան ժամանակ է սկսել են մասնակցել ընտրություններին։ Միջև այդ հոգևորականներին, այո, եկեք վեհափառին, վեհափառ արտահայտություն չկա, Գարեգին երկրորդ անունով հոգևորական չկա այս պահին, գոյություն ունի Կտրիչ Ներսիսյան անուն ազգանունով անձնավորություն, որը ուխտազանց է, այսքանը։ Ձեզ վախի մթնոլորտ ով է ներշնչել, դուք վախեցած եք, ահաբեկված եք։ Որևէ ձև չարտահայտեցի, որ ես վախեցած եմ, կամ վախի մթնոլորտ ես ընդհանրապես ոչ թե տեսել եմ, դա իմ կարծիքն է, որը որ ձևավորվել է, այո, ես դեռևս 2015 թվականից, երբ որ ծառայել եմ եկեղեցում, երբ որ դրանից հետո էլ անգամ, երբ որ պարոն Փաշինյանը հեղափոխության արդեն ժամանակահատվածներ, եկեղեցում բոլոր մարդկանց, հոգևորականներին, ծառայողներին, այդ մամուլում տարածվող այդ, չգիտեմ, թույր կարծիքին, որ կեղծ դպիրները, ժողովուրդ, կեղծ դպիր հասկացողություն չկա, կան շապիկավորներ, ու այնքան անգրագետ է մեր լրատվական ընդհանրապես դաշտը, որ անգամ դպիրը սարկավագից, դպիրին սարկավագից չեք տարբերում, ու երկրորդը ես դպիր եմ, ոչ, նայք, այս մասով, նայք, ըմբոստությունը չի հարցը, որ լրատվականը լինելով ոչ տեղեկացված, ոչ ճիշտ հարցադրումներով, մանիպուլյացիաներով, փորձում է ոչ, նայք, ես ուղղակի այս իմ ամեն ինչով ուզում եմ մատնանշել, որ լրատվական անգրագետ է նման հարցով, նման մասով, նայք, ես ունեմ շատ լավ, ես տիրապետում եմ այդ ամբողջ ինֆորմացիան և ես կարող եմ
նույնիսկ ձեր այդ վախի մթնոլորտի մասին Նորից ասեցի ես ձեզ, ես հիմնավորեցի, ասեցի քահանաները, գնացեք ու Կտրիչ Ներսիսյանին հարցրեք, քահանաներին ինչու չի թույլատրվել մասնակցել ընտրական ընտրություններին, կամ ինչի են կոնկրետ քահանաներ այդ հարցին գնացեք ու Կտրիչ Ներսիսյանից հարցրեք։